Բարի երեկո, դուք դիտում եք Բացհարթակ, այսօր իմ հյուրը հասարակական գործիչ Վահրամ Ավագյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Ավագյան, սկսենք Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններից վերջերս արված թրիփը մեր ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու, թրիփը հայ-ամերիկյան պրոյեկտ է Ադրբեջանի եւ Թուրքիայի համար, Հայաստանը կողմ չէ, կիսակողմ է։ Խնդրեմ ես մեկնաբանեք։ Նախ ես չեմ կարծում, որ որևէ անձ իրավունք ունի Հայաստանի անունից նման հայտարարություն անել։ Չեմ էլ ուզում անձերին կոնկրետ անդրադառնամ, սակայն կարանք այս հարցին ավելի ճիշտ պատասխանելու համար ինքներս մեզ հարց տանք, թե ինչ անվտանգային մեխանիզմներ ունենք մենք այս պայծրությամբ եւ արդյոք դրանք աշխատել են մինչեւ օրս։ Մեր անվտանգային մեխանիզմը եղել է ՀԱՊԿ-ի մեխանիզմը, որը երկար տարիներ փորձել է ապահովել Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը, սակայն այս պայծրությամբ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի ստորաբաժանումները գտնվում են Հայաստանի սուվերեն տարածքում, ինչը ինքնին վկայում է նրա մասին, որ կոնկրետ ՀԱՊԿ-ի մեխանիզմը, որի վրա որ մենք երկար տարիներ հույս ենք դրել, չի գործում այս պայծրությամբ։ Հետևաբար մենք պետք է մտածենք ինչ այլ տարբերակներ ունենք, որպեսզի ապահովենք մեր երկրի տարածքային ամբողջականությունը եւ առհասարակ անվտանգությունը։ Սա դեռ չի նշանակում, որ մենք պետք է հրաժարվենք այս պահին ունեցած անվտանգության մեխանիզմներից, այդ թվում նաեւ ՀԱՊԿ-ից, սակայն առնվազն պետք է բարձրաձայնենք ստեղծված խնդրի մասին, վերանայենք այդ անվտանգության մեխանիզմը եւ սխալ պետք չէ հասկանալ, մենք արտոնություն չենք պահանջում ոչ Ռուսաստանից, ոչ մնացած անդամ կազմակերպություններից, ովքեր որ ըստ պայմանագրի պարտավորություն են ստանձնել ապահովելու բոլոր անդամ պետությունների, այդ թվում նաև Հայաստանի անվտանգությունը, մենք ընդհանրապես պահանջում ենք բոլոր կողմերի ստանձնած պարտավորությունների ի կատարածումը։ Ինչ վերաբերվում է որոշ քաղաքական գործիչների, այդ թվում նաև ձեր մատնանշած անձի հայտարարությունը, որ թրիփը Հայաստանի համար ինչ ոնց ձևակերպեցիք, թրիփը ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու։ Սրան պետք է առնվազն հիմնավորումներ լինեն, հայտարարություններ բոլորն էլ տարատեսակ կարող են անել։ Ես սրան ավելի շատ դիտարկում եմ որպես արտաքին ուժերի կողմից Հայաստանի ներքին քաղաքական գործընթացներին միջամտություն Հայաստանի ներսում երկրորդ նախագահ Քոչարյանի հայտարարությունը ցանկացած անձ, ով որ նման հայտարարությամբ հանդես կգա, ես տեսնում եմ, որ դա մեր ներքին քաղաքական գործընթացների մեջ որոշակի պառակտում մտցնելն է։ Բայց դեռևս պետք է շատ խիստ տարանջատում անել ու հասարակության համար շատ կարևոր է սա հասկանալը ու գիտակցելը, որ ներքին քաղաքական գործընթացները արտաքին ռազմավարական համագործակցությունների հետ բացարձակ կապ չունի։ Այսինքն շատ հաճախ մարդիկ մի քիչ պրիմիտիվ, բայց հետեւյալ կերպ են մտածում, իսկ որոշ քաղաքական ուժեր էլ չեն դադարում այդ շարժումները անելը, որ եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները ոնց ձևակերպել, եթե Ռուսաստանի կողմից աջակցվող քաղաքական ուժերը Հայաստանում իշխանության չգան, ուրեմն մեր անվտանգության մեխանիզմները կարող են չգործել, բայց շատ անհրաժեշտ է հասկանալ բոլորիս համար, մեր հասարակության համար, հայ ժողովրդի համար, որ ներքին քաղաքական գործընթացները բացարձակ կապ չունեն ու չպետք է ունենան արտաքին քաղաքական հարաբերությունների ռազմավարական դաշնակցությունների հետ։ Ընդհակառակը, պատկեր իրականում լրիվ հակառակը պետք է լինի, որ Հայաստանի ներքին քաղաքական պրոցեսները, ինստիտուտները, քաղաքական ղեկավարությունը միայն ու միայն իրավունք ունի ընտրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացին եւ ուրիշ ոչ ոք։ Ու միայն այս դեպքում ներքին քաղաքական անկախություն ունենալու դեպքում Հայաստանը ել ավելի պաշտպանված կլինի, ել ավելի ինքնիշխան կլինի, ինչի արդյունքում նաև կկարողանա դիվերսիֆիկացնել
արտաքին հարաբերություններ է, ինչի արդյունքում կկարողանա մեկ արտաքին ուժի վրա հենվելու փոխարեն բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարել, որովհետև փաստը մեկն է, որ պետությունը հենվելով մի արտաքին ուժի վրա ինքը չի կարող լինել անվտանգ, ինչպես նաև ցույց տվեց մեր փորձը։ Իսկ նկատի ունեք հայ-ռուսական հարաբերությունները։ Այս կոնտեքստում կարելի է նաև այդպես Բարբերաբար հայտարարվում է, որ հայ-ռուսական հարաբերությունները շատ վատ վիճակում են, դրանք կարգավորման կարիք ունեն, ու եթե Ռուսաստանի հետ հարաբերությունները ավելի վատանան, ապա մեզ համար շատ ավելի վատ կլինի։ Միգուցե հայ-ռուսական հարաբերությունները կարգավորման կարիք ունեն, բայց ես կարծում եմ, որ մենք ոչ թե պետքա փնտրենք թշնամիներ, այլ պետքա փնտրենք դաշնակիցներ, ու ինքնիշխանության պահանջը բացարձակ չի նշանակում թշնամական հարաբերություն որևէ մեկի հետ։ Ընդհակառակը ինքնիշխանության պահանջը ինքնին ենթադրում է, որ նույն արտաքին ուժերը, այդ թվում նաև Ռուսաստանը, էլ ավելի ուժեղ գործընկեր կունենա իդեմս Հայաստանի, եթե Հայաստանի ներքին քաղաքական գործընթացները լինեն անկախ, լինեն ինքնուրույն, այլ լինեն կամավոր հարաբերությունները Ռուսաստանի հետ, այլ ոչ թե ուղղորդված կամ քաղաքական ճնշումների գործադրման ներքո։ Բայց պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացումը կարող է անվտանգային սպառնալիքներ իրանից ենթադրել, ուզում եմ վերադառնանք այն թեմային, ինչ որ մատնանշեցի ես մի քիչ առաջ, որ արտաքին քաղաքական հարաբերությունները, ռազմական համագործակցությունը բացարձակ ոչ մի կապ պետքա չունենա Հայաստանի ներքին քաղաքական գործընթացների հետ, բայց քաղաքական ուժերը Հայաստանի ներսում գործող այս երկուսը բերում խառնում են իրար, ինչի արդյունքում շատ ավելի հեշտ է դառնում մանիպուլացնելը մեր հասարակությանը, որը շատ վտանգավոր է, որը պառակտում է մտցնում մեր հասարակության մեջ, ու ես կարծում եմ բոլոր Հայաստանի քաղաքացիները առնվազն պետքա գնահատական տան, պետքա հասկանան, թե որ քաղաքական ուժերն են սպառակտումը մտցնում եւ իրենց դիրքորոշումը, իրենց մոտեցումը եւ իրենց գնահատականը ցույց տան ընտրությունների տեսքով։ Ընտրություններին մենք դեռ կանդրադառնանք, պարոն Ավագյան, այս տարի սպասվող։ Տեսեք, նորից անդրադառնանք թրիփին, քանի որ երկրորդ նախագահը նշել էր, որ դա ամենամեծ անվտանգային սպառնալիքն է դառնալու եւ, այսպես ասած, Սյունիքը հայտնվելու է վտանգի տակ թրիփով։ Դուք եղել եք Ղարաբաղի աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, հիմա կարծում եք, որ թրիփը վտանգ է ներկայացնելու, թե ինչպես դուք շեշտեցիք, թրիփը անվտանգային անվտանգային մեխանիզմ է եւ տնտեսական շահ է բերելու։ Ես այդ եմ ուզում հասկանալ։ Ես կարծում եմ, որ միանշանակ թրիփը անվտանգային մեխանիզմների կարևոր առանցքային մասնիկներից մեկն է, եւ ես կարծում եմ, որ մեր իշխանությունը պետք է ձգտի անվտանգության եւ խաղաղության, ինչը սպայդրությամբ անում են։ Մեկ այլ հարց է, որ միգուցե մի քիչ թերի են անում կամ հնարավոր է մի քիչ ավելի արդյունավետ կամ ավելի արագ անել, սա տեսակետերի հարց է, որը նորմալ է, որ կարող է լինել թե քաղաքական դաշտում, թե հասարակության մեջ։ Բայց որ մեզ խաղաղությունը անհրաժեշտ է, դրա մասին կարծում եմ, որ երկրորդ կարծիք չպետք է լինի, որովհետև ես ինքս շատ լավ տեսել եմ ու մեր ամբողջ ազգն է տեսել, թե ինչ գին ենք մենք վճարում, երբ որ մեր երկրում չկա խաղաղություն։ Իսկ այդ գինը մարդկային կյանքերն են, որը ես գտնում եմ, որ ոչ մի պարագայում, ոչ մի բանի դիմաց մենք չպետք է վճարենք։ Այսինքն, եթե խաղաղության այլընտրանքը մարդկային կյանքերով, մեր հայրենակիցների կյանքով վճարելն է, ուրեմն մեր իշխանությունը պետք է ձգտի բերել խաղաղություն։ Հիմա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ամերիկայի միջնորդությամբ ստորագրվեց խաղաղության համաձայնագրի նախնական տեքստը եւ պետք է հասկանալ, խաղաղության համաձայնագիրը ինքնանպատակ չի։ Ինքը միջոց է, որպեսզի Հայաստանի հեռանկարային անվտանգությունը ապահովված լինի։ Հիմա սրա առանցքային գործոններից, մեխանիզմներից մեկը դա թրիփի ճանապարհն է։ Արդյոք մենակ թրիփը բավարար է, որպեսզի մեր անվտանգությունը երաշխավորված լինի։ Ես կարծում եմ ոչ,
Եվ ես կարծում եմ դրա համար շատ երկար ու շատ մանրակրկիտ աշխատանք պետք է տարվի, որպեսզի բոլոր մեխանիզմները, բոլոր ձևակերպումները օտարերկրյա տարբեր պետությունների մեր նման կոնֆլիկտային իրավիճակում հարևանների հետ գտնվող նրանց փորձը վերցնելով տեղային մեր հայաստանյան համապատասխան ձևակերպումները տալով մենք պետք է հասնենք հնարավորինս լավ տարբերակի։ Բայց վերադառնալով ձեր հարցին, որ թրիփը ոչ թե անվտանգության զսպողողակ կլինի, այլ հակառակը, ես կարծում եմ, որ դա կեղծ թեզ է, եւ ես կարծում եմ առնվազն հասարակությունը պետք է հասկանա, որ սա Հայաստանի շահերից չի բխում, այս թեզերը, որոնք որոշ քաղաքական ուժեր առաջ են տանում։ Պարոն Ավագյան, դուք խոսեցիք, որ տեսել եմ պատերազմի հետևանքները եւ հիշում եմ դուք դրանից հետո եղել եք նաեւ Ղարաբաղում, եղել եք աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար, կաթողիկոսի հրաժարականի պահանջ կա եկեղեցու բարենորոգման ծրագիր, ինչ առաքելություն ուներ այդ ժամանակ, ինչ գործունեություն էր ծավալում այդ ժամանակ եկեղեցին։ Նախ, եթե թույլ կտաք, ես մի անդրադարձ կուզենամ կատարեմ ձեր նախորդ հարցին ավելի բովանդակալից պատասխանելու համար, հետո վերադառնամ ձեր հարցին, ինչը վերաբերվում էր թրիփին, որպեսզի իմ ասածը ավելի հիմնավոր լինի։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ ցանկացած խաղաղության գործընթաց ել ավելի ամրապնդված է լինում, երբ որ հակամարտության երկու կողմերն էլ որոշակի տնտեսական շահ են հետապնդում այդ խաղաղության գործընթացից, որովհետև երբ որ կա տնտեսական շահ, այդ խաղաղության process-ները խոչընդոտելը ել ավելի մեծ ռիսկեր, այլ ավելի մեծ գին է բերում, հակամարտության կողմերի համար։ Իսկ թրիփի նախագիծը իրանից ոչ ավել ոչ պակաս ուղիղ ենթադրում է տնտեսական շահ հակամարտության կողմերի համար, այդ թվում նաև Ադրբեջանի համար։ Հետևաբար այս կոնտեքստում Ադրբեջանը ել ավելի զսպված կլինի հետագայում խոչընդոտելու կամ առողջից ճանաչելու խաղաղության process-ները, որովհետև ինքը այդ ժամանակ արդեն տնտեսական շահեր կունենա։ Եվ սա դեռ չի նշանակում, որ մենք պետքա թերագնահատենք ռիսկերը։ Ռիսկերը բնականաբար կան, ռիսկեր եղել են, ռիսկեր կլինեն, բայց հենց այդ ռիսկերը հաշվի առնելով մենք պետքա բոլոր մեխանիզմները փորձենք գործադրել, այդ թվում նաև թրիփը, որպեսզի այդ խաղաղությունը լինի ոչ թե ինքնանպատակ, այլ ավելի երկարաժամկետ հեռանկարային գործիք։ Նա վերադառնալով ձեր հարցին, ես Արցախում եմ եղել ոչ մենակ պատերազմից հետո որպես սոցիալական հարցերի, միգրացիայի եւ աշխատանքի փոխնախարար, այլ ես այնտեղ եմ եղել պատերազմի առաջին օրերից եւ ես որ նշեցի, ես տեսել եմ հակամարտության գինը ինչքան թանկ է, ես նաեւ դա եմ նկատի ունեի ու ես միշտ ասել եմ, որ ոչ մի բան չունի այն արժեքը, ինչի դիմաց մենք պետքա վճարենք մարդկային կյանքերով։ Շատերը հաճախ էս իմ պնդումը սխալ են հասկանում, բայց ասածիս միտքը հետեւյալն է, որ հողը երբեք հոդս չի ցնդում։ Հողը միշտ կա, այն տարածքները թեկուզ որոնք որ մենք կորցրել ենք, դրանք իրենց տեղում են։ Բայց միակ իրական արժեքը, որ մենք կորցնում ենք ու մենք հետ չենք կարող բերել, դա մարդկային կյանքերն են։ Իսկ ասածս ինչ որ տարածքային ծավալապաշտական թող միտք չունենա, բայց եթե ուզում ես հողը հետ բերես, միշտ էլ դրա հնարավորությունը կունենաս, բայց մարդկային կյանքերը երբեք չես կարող հետ։ Մեր հոգևորականները պնդում են, որ իրենք այդ օրերին եղել են զինվորի կողքին, եղել են մարտի դաշտում։ Միգուցե եղել են, ես վստահ եմ, որ եղել են հոգևորականներ, ովքեր որ եղել են զինվորի կողքին, եղել են մարտի դաշտում, հերքել է, սա կարծում եմ ճիշտ էլ չի լինի։ Ես ուզում եմ մենք մեր հասարակությունը մի քիչ էս դիսկուսի ձևն էլ փոխի։ Մենք սիրում ենք ամեն ինչը ծայրահեղացնել, հա։ Հիմա մեր հասարակության մեջ ենթադրենք խնդիր կա եկեղեցու հետ, հասարակության մի զանգվածը, նույն վերաբերում է քաղաքական որոշ ուժերի կամ գործիչների։ Մենք կամ սիրում ենք մարդկանց անվանել հերոս կամ դավաճան։ Այսինքն մենք շատ ծայրահեղ մոտեցում ենք։ Ես դեռ չեմ կարծում եկեղեցու հետ է խնդիրը, որոշ բարձրաստիճան հոգևորականներ կա։ Իրանց դերն էր նաև շատ կարևոր այդ օրերին։
Ես ձեր հետ համաձայն եմ, որ խնդիրը իրական խնդիր է, ոչ թե եկեղեցու կամ հավատի հետ է, այլ որոշ հոգևորականների հետ է, բայց շատ կարևոր է, որ սա հասարակությունը հասկանա, ինչի արդյունքում մեր առանց այն էլ փոքր մի բուր ժողովուրդը չպարակտվի, իսկ այդ ձեր մատնանշած հարցը, որ եկեղեցին ու հոգևորականները սրանք տարբեր երևույթներ են, դրա արդյունքում հասարակությունը այսօր շատ լուրջ պառակտման եզրի է կանգնած։ Դուք այդ բարձրաստիճան հոգևորականների դերը ինչպես եք տեսնում պատերազմի օրերին։ Ես տեսել եմ հոգևորականներ, ովքեր իրականում մեծ դեր են ունեցել կամ ջանքեր չեն խնայել իրենց ներդրում ունենան այդ process-ների մեջ, բայց նաև ես տեսել եմ լուրջ խնդիրներ եկեղեցու կողմից։ Կարծում եմ այս հաղորդաշարի ձևաչափը չէ, շատ կարճ, որովհետեւ ասում եք խնդիր, ես այդ եմ։ Ես չեմ խուսափի պատասխանել բնականաբար, ուղղակի մտածում եմ ձևաչափը կամ ժամանակը կարող է չհերիքացնի, օրինակ երբ որ ես կուրացիա եմ իրականացրել ամբողջ սոցիալ-նախարարության այդ ժամանակահատվածի իրականացվող ծրագրերին եւ մի դեպք եղավ, երբ որ մենք բարեգործություն պետք է իրականացնեինք նույն Արցախում, դրսից շատ պատվավոր մարդիկ հեղինակություն վայելող իմ խնդրեցին, որպեսզի ես դա եւս վերահսկեմ այդ process-ը Արցախի գյուղերից մեկում մանկապարտեզ վերակառուցելու, որտեղ մեծ քանակությամբ երեխաներ կային, բայց մանկապարտեզ չկար։ Եվ իմ նաև նախաձեռնությամբ ես այդ ամեն ինչի մասը դարձրեցի մեր մայրաթորը, որպեսզի այդ գումարները մայրաթորի միջոցով գային, սակայն ինչ խնդիրների արդյունքում, երբ որ դրսից արդեն այդ գումարը եկել էր մայրաթոր, դա ամիսներ շարունակ ուշացավ եւ մինչեւ որ հասավ կառուցապատողին, որ պետք է իրականացներ այդ մանկապարտեզի վերանորոգումները, այդ ծրագիրը ուղղակի կատարչացվեց, մենք արդեն ոչ ունեինք այդ գյուղը, ոչ ունեինք Արցախը։ Ես շատ նուրբ եմ փորձում արտահայտվել sense հարցերի շուրջ, որպեսզի ասածս շարժումների առիթ չդառնա, բայց սա ինչ է նշանակում, որ փաստացի կան խնդիրներ։ Պետք է մի հարցի շուրջ շատ ճիշտ կողմնորոշվել։ Եկեղեցին մի բան է, հավատքը մի այլ բան է, հոգևորականը լրիվ այլ բան է։ Եկեղեցին դա ինստիտուտ է։ Հավատքը դա մեր ինքնության հավերժական մի մասնիկն է, իսկ հոգևորականը մարդ է, ով կարող է սխալվել։ Ու այսօրվա ամբողջ մեր հասարակության մտահոգությունը համենայն դեպս հասարակության մի որոշ զանգվածի ոչ թե եկեղեցու կամ հավատքի վերաբերյալ է, այլ հոգևորականների։ Սա շատ կարևոր է իմ կարծիքով մատնանշելը, որովհետև ինձ մտահոգում է մեր հասարակության մեջ ստեղծված սպառակտված իրավիճակը։ Ու ինձ մտահոգում է, երբ շատ քաղաքական գործիչներ սեփական դիվիդենդը քաղելու նպատակով օգտագործում են այս իրավիճակում մոլորված քաղաքացիներին տանում են իրանց հոսքի հետևից։ Պարոն Ավագյան, եւ վերջին հարցն էլ, քանի որ այս տարին ընտրական տարի է, հունիսին ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենալու, մենք արդեն գիտենք, որ թե Ռոբերտ Քոչարյանը, թե Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը հայտ են ներկայացրել մասնակցելու ընտրություններին եւ գնալով, այսպես ասած, կրքերը ավելի թեժանալու են։ Այս առումով ինչ եք մտածում ամեն դեպքում, որովհետեւ կա տեսակետ, որ արտաքին ուժերի շահեր են պաշտպանում, չգիտեմ, ընտրական վիճակ ավելի թեժանալու է նախընտրական վիճակը։ Ես մեկ անգամ եւս կվերահաստատեմ իմ դիրքորոշումը, որ անկախ ամեն ինչից մեր Հայաստանի ներքին քաղաքական process-ները պետք է լինեն միանշանակ ինքնուրույն, պետք է լինեն անկախ եւ արտաքին ցանկացած ուժի կողմից միջամտությունից զերծ պետք է մնան։ Ու դա մենակ Ռուսաստանին չի վերաբերվում, դա ցանկացած արտաքին ուժին է վերաբերվում։ Սա ցանկացած պետության բնական իրավունքն է ունենալ անկախ ներքին քաղաքական process-ներ։ Անդրադառնալով ձեր հարցին, ես կուզեմ նշել հետեւյալը, որ ցանկացած ուժ, որը ուղղորդվում է արտաքին գերտերության կամ ուժի կողմից, մեր քաղաքական կյանքում չպետք է ունենա տեղ։ Ես չեմ ուզում անձնավորել, չեմ ուզում անձերից խոսալ, չեմ ուզում ինչ-որ մեկին վատաբանել ու չեմ էլ ուզում ասել ինչ-որ մեկը դավաճան է, մեկը հայրենասեր։ Համենայն դեպս
Հարցը սենց ձևակերպեմ Նիկոլայ ջան, դուք ինչ եք կարծում։ Նորմալ է արդյոք, որ Հայաստանում լինեն քաղաքական ուժեր կամ քաղաքական ուժերի հովանավորներ, որոնց ֆինանսական կապիտալը կամ այդ կապիտալի դոմինանտ մասը գտնվում է մեկ այլ պետության իրավազորության ներքո։ Միգուցե այդ քաղաքական ուժեր ունենա անկեղծ մղումներ հայրենասիրական, ես դա չեմ բացառում, բայց երբ որ կա ռիսկ, որ արտաքին ուժերը կարող են անուղղակի ազդեցություն ունենալ մեր ներքաղաքական process-ների վրա, այժմ կամ հետագայում, սա առնվազն պետական անվտանգության խնդիր է, որը որ մենք ու ամբողջ հասարակությունը պետք է նկատի ունենա ու ընտրության գնալուց Հայաստանի ապագան, մեր սերունդների ապագայի վերաբերյալ ընտրություն կատարելուց միանշանակ պետք է սա հաշվի առնի։ Շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ իմ հյուրը հասարակական գործիչ Վահրամ Ավագյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։